Բրավո, Լուսինե Պողոսյան։ Շնորհակալություն Լուսինե։ Ես նույնպես նվիրում եմ Ծո FM երկու պրոյեկտի այսօրվա ծնված ձայներիզը, սա քեզ եւ Ծո FM պաղպաղակ, կարծում եմ երգելուց հետո արդեն կարելի է ուտել։ Եվ մեր հանդիսատեսի ջերմ ծափողջունները դարձյալ քեզ Լուսինե Պողոսյան։ Շնորհակալություն։ Շարունակվում է Ծո FM շոու ծրագիրը ձեր բորոն ծափողջունների ներքո։ Այս տունը տեր չունի, չջոգինգ։ Քեզի կթվա թե տեր չունի։ Բարև։ Լավ ես, քաղցր։ Շատ լավ է։ Քաղցր։ Հա։ DJ Օնոյին ոնց կարանք տեսնենք։ Միայն տելևիզորով։ Ջան։ Մի հատ ստոպ։ Ես լուրջ եմ խոսում, քաղցր։ Ախպեր ջան, անեմ հարցնեմ, հո չես նեղենա։ Սա։ Հո դու քաղցրի պագաշ չունիս։ Լավը նրմորս արև, թխի։ Տղեք, լեկեք նայեմ սիկսնից ինչ կուզե։ Այժմ ես կարտասանեմ մեկ անուն և կարծում եմ ավելորդ բացատրություններ պետք չեն, այնտեղ ամեն ինչ ասված է։ Աշոտ Ղազարյան։ Բարի երեկո Աշոտ, ողջույն։ Բարև, վերջապես հերթը ինձ էլ հասավ, փառք Աստծո, այնքան նստեցի արդեն շորերս չմրթվել են, ամաչում են բեմ դուսկը։
Ինչ, տղեկ ջան, մենք ընկերներ ենք, գիտեք, ես ամեն մի նոր հումոր ծնվելուց, նոր մի կոլեկտիվ ծնվելուց, նոր մի կազմակերպություն, նոր մի խումբ, չգիտեմ, նոր մի հումորիստ ես անկեղծ ուրախանում եմ դրա համար, որովհետև բոլորս էլ ծառայում ենք մի գործի, բոլորս էլ ծառայում ենք ժողովրդին ուրախացնելուն։ Եվ այդ բոլորս անում ենք մենք սրբությամբ, որովհետև հարգում ենք հումորը, սիրում ենք հումորը ու աշխատում ենք ինչ-որ բանով թեթևացնել մեր ժողովրդի դրամատուրգիությունը բարձրացնել, ստրեսներից անել։ Ողջունում եմ ձեզ, շնորհավորում եմ, ցանկանում եմ այնքան կասետներ ունենաք, որ ասեք, այ հիշում եք այն առաջ երկրորդ այն կասետները ինչ էր, այ հիմա Աստված դա այնքան լավ լինեն, այնքան շատ լինեն, այնքան հաջող լինեն։ Եվ ամենակարևորը ցանկանում եմ ձեր ընտանիքներում երջանկություն, որտեղ ստեղծագործելու համար դա շատ կարևոր է, որ ընտանիքում հանգիստ ես ու երջանիկ, հաջողություն, առողջություն, լիքը դահլիճներ, լեփլեցուն։ Ու Աստված թող բոլոր ձեր հովանավորներին շատ մեծ հաջողություններ տա ու շատ փողեր, բայց ձեզ էլ Աստված այնքան փող տա, որ հովանավորների կարիք չզգաք։ Ես ինչ ասեմ, Աստծո օրհնանքը ձեր վրա, թող ինձ սրտով Աստված ձեզ տա։ Եվ դե ոնց կարող է Աշոտ Ղազարյանը բարձրանալու գոնե մի հատ անեկդոտ չպատմի, ամոթել է չէ։ Ուրեմն այս անեկդոտը արդեն նկար անել ենք այստեղ, գիտեք, ամեն տարի ես մի հատ վիդեո կասետ եմ, չի անում վիդեո։ Տեսայերից Այս տարվան էլ արդեն այս անեկդոտը նկարել եմ եւ բացառության կարգով ձեզ կպատմեմ։ Դե գիտեք, որ հարսանիքների ժամանակ ավանդույթ կա, որ հարսուփեսին վերջում բերում են հրապարակում, այս եկեղեցուց հետո պատտասխանում են, չէ՞ մեքենայով, նո 2 շրջան, 3 շրջան, նո շատ 5 կռուկ, չէ՞։ Հիմա մի եզդու հարսանիք, հա։ Բերում են եւ հրապարակում ֆրասում են մի 15, 18, 20 անգամ։ Միլիցիոները սա որ տեսնում, մոտենում ասում են, լավ հասկացանք, ազգային փոքրամասնություն, 1, 2, 5, 10, 20 կռուկը որն ասում, չի անֆիլ ջան, քավորն ասում։ Ուղղակի հարսանիքից հետո մյուս օրը մեր հարսստի հավաքարարը աշխատելու օբյեկտին ենք ծանոթացնում։ Շնորհակալություն եւ իհարկե Աշոտին մեր Արդինի ստուդիայի կողմից Ծո FM պաղպաղակ եւ Ծո FM 2 ձայներիզը։ Շատ շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ։ Աշոտ Ղազարյան։ Օջախիս մեջ վինտիլ ունեմ, ռացվատնոյը միշտ կփագեմ, ասեք դեսեմ, ես ոնց անեմ, տակից կաթով ջուրը կադրեմ, սվանջիկս, խապես տարա փողերը սա, ջրի մեջ, թողես մեզ պախ, սվանջիկս, խապես տարա փողերը սա, ջրի մեջ, մեզ թողես պախ, սվանջիկս, հալալ է քո կերասկատին, ես տխուր, նայում եմ էդ հրշած պատին, սվանջիկս, հալալ է քո կերասկատին, ես տխուր, նայում եմ էդ հրշած պատին, տարիները թարելացել, իտ շանդղին մարդ է դարձել, շիսոտոնի, սիվտագույնի, Բոգստանու էչ միչումի, սվանջիկս, իմ փողերով դու դարձար մարդ, ամբոյս, վասվետացել է վարդ, սվանջիկս, իմ փողերով դու դարձար մարդ, ամբոյս, վասվետացել է վարդ, սվանջիկս, հալալ է քո կերասկատին, ես
տխուր նայում եմ էդ լրջած պատին Սվարչիկս հալալ է քո կերասկատին Ես տխուր նայում եմ էդ լրջած պատին Иван